Երեկվանից սկսած Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառումներ է արել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, նշելով, որ այն պատրաստ է ստորագրման, առաջին անգամ նշել էր, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել, հետո պաշտպանության նախարարության մասին էր հայտարարել, այսօր արդեն դիմել էր Իլհամ Ալիևին խորհրդակցություններ սկսելու նպատակով։ Ուզում էի հասկանալ ձեր կարծիքով ինչու է շահագրգռված Նիկոլ Փաշինյանը ակնհայտ ոչ Հայաստանանպաստ այդ համաձայնագիրը օր առաջ ստորագրելու։ Որտեվ պետք է կարողանալ դա նախընտրական կամպանիայի ժամանակ օգտագործել որպես փաստաթուղթ, նշելով, որ տեսեք, այն ինչի համար 7 տարի կանգեցին ձերկանքներ գրեցինք, դառավ հաջողություն, այսինքն ինքը կատարեց իր խոսքը, ինքը բերեց խաղաղություն։ Իրան պետք է ինչ-որ մի փաստաթուղթ, որի վրա լինի խաղաղություն բառը, թե բովանդակություն, ինչա իրեն չի տակում, սա մեկ, այսինքն դա զուտ նախընտրական PR-ի նշանակություն, դա չի նշանակում, որ ստորագրելը նշանակում է խաղաղություն բերել։ Չէ, ստորագրելը ընդհանրապես չի նշանակում խաղաղություն բերել, որտեղ այդտեղ մի քանի խնդիրներ կա։ Ինքը նախ սկսեց պայմանագիր, համաձայնագիր այդ բառերը տեղափոխել, որովհետև պայմանագիրը պարտադիր իրավական փաստաթուղթ է, համաձայնագիրը ուղղակի համաձայնեցնում են որոշ սկզբունքների շուրջ։ Սա մեկ, այսինքն անգամ ստորագրուց հիմա հարց չի, դա պայմանագիրը ստորագրում, թե համաձայնագիրը ստորագրում, սա մեկ, երկրորդ։ Ինքը նախընտրացա երկրորդ, առաջինը նա էր, որ արդեն ասեցինք, նախընտրական կամպանիայի համար իրան պետք է փաստաթուղթ, որ կարողանա ինքը ռասկրուտկա անի դա նախընտրական կամպանիայի ռասկրուտկա հայերեն բան էլի շրջանառի նախընտրական կամպանիայի ժամանակ ցույց տալու համար, որ տեսեք, մենք հաջողություն հասանք։ Սա երկուսն է, որտեղ ինքը ոչինչ բան չունի, այս պայծրությամբ ոնց այդ փաստաթղթով ընդհանրապես Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ, ինչը ցույց տվեց Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, իր մասին, երբ որ ասեցին փաստաթղթեր համաձայնեցված են, իսկ ԱՄՆ պետքարտուղարը ընդամենը ասեց շնորհավորում եմ ու ուրիշ ոչ մի բան, ասենք չնշեց անգամ, որ կարելի է գալ Ամերիկա, ծանոթանալ, ինչ որ քննարկել, ընդամենը ասեց շնորհավորում եմ, որտես այդ բանը սարել էլի, որ պայմանավորվել եք համաձայնության եկեք, ոնց որ ինքը ընդհանրապես կապ չուներ, ինչը ցույց է տալիս, որ ինքը ԱՄՆ-ից այսօրվա դրությամբ չունի ոչ մի աջակցություն, վաղ ինչ կլինի, չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց այս պայծրությամբ ինքը ԱՄՆ-ից որևէ աջակցություն խաղաղության գործընթացի հետ կապված չունի, որտեղ եթե հիշում եք նախկինում Բլինկինը, Սալիվանը օրը մեջ զանգում են Հայաստանի իշխանությունները հանդիպում են դրան, իսկ ինչպես նկատել եք ԱՄՆ նախագահ Տրամփի ընտրությունից հունվարի 20-ից արդեն ինչ-կա ժամանակ է անցել, սակայն վարչապետը մի անգամ եղել ԱՄՆ, մենալ փոխնախագահի հետ, այսպես միջանցքում մի բան այդ Սաֆեթի կողքը, անձեռնոցիկների կողքը նկարվելուց էլի ու վերջ, այսինքն բայց իրան պետք է ինչ-որ մի բան, հասկանում եք, իրան պետք է որ ինքը ցույց տա, որտեղ ուրիշ ոչ մի նվաճում չկա, իր նվաճումները ստացվում են այն նրանք են, որ ինքը ինչ-որ իր Facebook-ի մեջ նշում է, որ այսօր, չգիտեմ, 1 քառակուսի հեկտար տարածք հետ բերեցինք, 1 հեկտար, չգիտեմ, ինչ-որ օրինական բռնաբան այդ սեփականաշտորված ու ունեցված, չգիտեմ, Կոտայքի մարզեցիչ գյուղում հետ բերեցինք, հետո ինչ մի հատ չգիտեմ, ջարդփշուր եղած մեքենա հետ բերեցինք այս կողմից, ինչ-որ մի Range Rover բերեցինք այն կողմից, ինչ-որ մի կես հեկտար բերեցինք, բայց լուրջ որևէ ձեռքբերում, որ ինքը կարողանա օգտագործել, չկա։ Եվ փաստորեն ինքը զգում է, որ ինքը պետք չի։ Իսկ ինքը խաղաղության պայմանագիր, ինքը արդեն կարող է տենց ինչ-որ ներքաղաքական օրակարգ դարձնել, բայց դա չկա, ինքը սկսում է խնդրել Ալիևին, որ նախընտրում է մի բան ստորագրի, որովհետև եթե չլինի, ես նախընտրական կամպանիայի ժամանակ ինչ եմ անելու։ Կարող է ստորագրի Ալիևը նախընտրական կամպանիայի ժամանակ չի բացառվում, կարող է չստորագրի, հավանաբար կստորագրի։ Պրոստը այստեղ մի խնդիր կա, քանի որ սա պետք է հասկանանք, քանի որ Ամերիկայի հետաքրքրությունը ոնց որ թե Զանգեզուրի միջանցքի նկատմամբ դադարել է, որտեղ Զանգեզուրի միջանցքը պետք էր երկու նպատակի համար, առաջին Իրանի դեմ ռազմական գործողություն անելու համար, այսինքն պարտադիր չի։ Իրանի վրա ճնշում գործադրելու համար, որտեղ Զանգեզուրի միջանցքը թուրքական աշխարհի միավորումն է ընդդեմ Իրանի։ Երկրորդը միջինայցիայից հանկարծ հումքային ռեսուրսները դուրս բերելը։ Դա երկրորդը, բայց առաջին Իրանի դեմ, իսկ քանի որ Իրանի դեմ
խոշոր ոնց որ ռազմական գործողություններ չի նախատեսում, այդ Զանգեզուրի միջանցքը չի հետաքրքրում արդեն իրան։ Արևմուտքին էլ որպես այդպեսին էլ Զանգեզուրի միջանցքը չի, որտեղ Եվրոմիությանը, որտեղ Եվրոմիության համար անհրաժեշտ հանքահունքային ռեսուրսի միջինայցը ստանում են վերևի միջանցքով, այդ Բաքու, Գանձակ, Թբիլիսի, այդ երկաթգծով կարս դրանով տանում են, այսինքն Զանգեզուրի միջանցքը էլ պետք չի։ Եվ Թուրքիան շատ լավ Էրդողանը շատ լավ հասկանալով, որ այդ միջանցքը ոնց որ իսկ Իրանի կատեգորիկ դեմ է միջանցքը պետք է մի քիչ ոնց որ արդեն ռուսներին իսկ քաղաքական աշխատելու համար թե Իրանի դեմ, թե Թուրքիայի դեմ, եւ հասկանալով, որ Թուրքիան հասկանալով, որ այլ Իրանը թույլ չի տալու այլևս միջանցքը որ աշխատի, դրա համար ինքը ուղղակի խորհուրդ տվեց Ալիևին ասել, որ համաձայնագիրը գնա համաձայնի հետ փաստաթղթի, որտեղ մաքսիմալ ուրիշ բան հիմա սան համաձայնվի, որովհետև երբ որ արդեն կավարտվի ուկրաինական պատերազմը եւ Ռուսաստանը կփորձի դիրքերը ստեղ, ինչ որ վերականգնել եւ այլն, ինչը քիչ հավանական է։ Ամեն դեպքում Ալիևը ցույց կտա Հայաստանի իշխանությունների կողմին հայտարարությունը, որ համաձայնը, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկկողմանի համաձայնություն կա, որ Ռուսաստանը չխառնվի այս գործընթացին։ Իսկ դրա հետ միասին էլ Ալիևը կփորձի ինչ-որ մի բան էլի փոխել։ Հիմա կստացվի, չէ՞, այս արդեն ոնց որ ասում են նախ ստորաբան է հայկական կողմը արդեն պայմանագրի ստորագրման համաձայն ավելի վարչապետացած պատրաստ եմ հենց հիմա տակը միակողմանի ստորագրել տալիս։ Ինքը գտան իր գրպանը հենց Ռուսաստանը մի բան ասիպասիտես դու չես կարող Ղարաբաղի հարցով ինչ որ հարցեր բարձրացնես եւ այլն։ Այսինքն Ռուսաստանը էլ չունի որևէ ազդակ, էլի, զրկվում է Ռուսաստանը որևէ ազդակից եւ ամենակարևորը Իրանն էլ է զրկվում որևէ ազդակից գործոնից, ազդակ չէ, որովհետեւ գործոնից Հարավային Կովկասում ազդելու համար։ Այս իրավիճակն է։ Դրա համար երբ ստորագրի Ալիևը, երբ որ իրան պետք լինի, կլինի դա պետք նախընտրական կամպանիա ժողովրդի ստորագրի։ Պետք չի, հիմա պետք չի, ինչի հիմա պետք չի, որտեղ ԱՄՆ Իրան հարաբերությունները լարվում են, մենք չգիտենք ինչ ավարտ կունենան։ Կարող է գան գործարքի Տրամփի հետ պայմանագիր կնքեն, կարող է սկսեն ռմբակոծել Իրանին, իհարկե չեն կարող Իրանին ոչնչացնել, դա միանշանակ է, բայց կարող է խնդիրներ ստեղծեն։ Ադրբեջանը փորձ այդ խնդիրների պահին ոնց որ ճեղքելով բացի ու Սյունիքի մարզը ամբողջությամբ վերցնի։ Դա համար Իրան պետք չի պարտավորեցող փաստաթուղթ մեկը Հայաստանը արդեն ոնց որ փաստացի ստորագրել է, հիմա իր գրպանում դրած է, երբ ուզի ինքը տակը կստորագրի կվերցի։ Միակողմանի ստորագրումը ինչ վտանգներ ու ինչ առավելություններ է։ Ոչ մի առավելություն չկա, միայն վտանգ է, որտեղ դու արդեն փաստորեն փաստաթուղթը լրիվ տվել ես դիմացինը ոնց ուզի դա կօգտագործի, ոնց ուզի։ Բայց քանի որ դա նախընտրական իշխանության համար արդեն գործընթաց է, անձնապես վարչապետի իշխանության մնալու գործընթաց, դա Մարիանը ճիշտ ասած ինքը Հայաստանի ապագայում չի մտածում, ինքը ոնց որ տեսնում ենք իր ապագայով է մտածում։ Իսկ հնարավոր է միակողմանի ստորագրության մասին նա հայտարարեց կանխելով հետագա զիջումները։ Չէ, չի կարող։ Որտեղ եթե Ադրբեջանը պետք է ունի զիջումներ անել, ինքը կասի զիջումներ։ Ադրբեջանը 4 պայման արդեն դրել է։ Անկախ նրանից դու հայտարարել ես թե չես հայտարարել, ինքը դրել է։ Սահմանադրությունը պետք է փոխվի 1։ Միսկի խումբը պետք է լուծարվի 2։ Միջև չանես չեմ ստորագրի։ Դա զիջում է։ Զանգեզուրի միջանցքը 3, 4-ը արդեն հայտարարում է 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի Հանրապետություն, բայց առաջ երկուսը պարտադիր։ Սահմանադրություն փոփոխություն, Միսկի խումբի լուծարում, հետո կտեսնեք։ Դրա համար ինչքան ստորագրի, իր պայմանները դնում է։ Լավ, ենթադրենք ստորագրեց Ադրբեջանը։ Դուք խոսքի սկզբում նշեցիք, որ սա իրական խաղաղություն չի կարող բերել։ Այո, չի կարող բերել։ Ինչու՞։ Որտեղ երբ որ բանը խաղաղություն բերում ունեք այն ժամանակ, երբ որ դուք ունեք համապատասխան ուժ դիմացինի ագրեսիային պատասխանելու համար, եթե դուք չունեք այդ ուժը կարող է լինի ռազմական, տնտեսական, քաղաքական, դաշնակցային եւ այլն։ Եթե դուք այդ ուժը չունեք, դիմացինը կարող է ցանկացած ձևով այդ պայմանագիրը ոնց որ ստորագրել է, չեղել հայտարարել։ Աշխարհի համաշխարհային պատմության մեջ կարող են բերել բազմաթիվ օրինակներ ստորագրված պայմանագրերը 1-2 տարի հետո չեղել են հայտարարել։ Լավագույնը որ կա Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրն է, որը ստորագրվեց 39 թվականին օգոստոսին, որից հետո 2 տարի հետո անգամ 2 տարին չլրացած, բայց 2 տարի հետո կողմերից մեկը այդ մեծ շուկով ստորագրած խաղաղության պայմանագիրը խախտեց եւ սկսեց ռազմական ագրեսիան, որը սկսեց հայրենական մեծ պատերազմը։
եւ 27 միլիոն զոհ ունեցավ այն իսկ կողմը, որը ստորագրել էր։